ասենք, ես դա էլ չեմ հասկանում, ասենք թե մի հատ հայ, երկու հատ հայ, երեք հատ հայ քեզ վատություն արեց, դա քեզ ոնց է թույլ տալիս, դու գնաս քո ամբողջ ազգը խայտարակ անես թուրքերի մոտ, թե խոսքի ձեզ թվում է, թե ինձ հայ չկա վատություն արած, թե ձեզ թվում է ինձ սաղ սուրբ հայեր են ճանապարհից պատահել, բայց դա չի նշանակում, որ դու քո մարդկայնությունը պետք է կորցնես, մի երկու երեք կեղտոտ հայի խաթեր, գնաս թուրքի մոտ մտնես, քո հայ ազգը խայտարակ անես, մի հատ ամեն մարդը ձեզնից առաջի հերթը սկսեք ժողովուրդ, որովհետև լավն է կա, վատն է կա, իրանց ազգի մեջ էլ լավն ու վատը կա, բայց այդքան ես իրանց ազգից չեմ տեսել դուս գան բամբասեն իրանց ազգից, ինչքան որ մեր ազգն ա դուս գալիս, մեր ազգից բամբասեմ, մի քիչ ես անտեր բերանները սովորեք փակ պահեք, էլի, ընտանիքի մեջի խոսակցությունը շատ վաղ պետք է դուրս չգա, մեր Հայաստանը մի հատ մեծ ընտանիք է, որ բաներ կա, որ պետք չի տանեք Թուրքիա ականջը գցեք, հերիք ու բոլ եղավ, էլի, ինչքան կարելի ա ձեզ բացատրել, բա գիտես ինձ ինչքան վատ հայա պատահ է, այդ վատ հայը պետք է տար գլուխը ջարդել, որ այսօր վաբշե չկարենա երել դաժե թուրքի մոտ գնայր, այդքան էլ վատը չի եղել, որ սաղ ես մնաց է մջեղումի, վատ հայ, մատներին փաթաթ անեն արել, մեր հայերը ինձ փողով խապեցին, մեր հայերը ինձ ես արին, մեր հայերը ինձ են արին, հա հետո, այսօր ինձ մեկը փողով խապեց, վեր կենա վազեմ Քամրանի մոտ, լուրջ եք ասեմ, Я таких, как она, уже несколько лет жим-жим делаю. И буду делать дальше. Им համար են կանայք, ովքեր Թուրքիայի ворեն մտնեն, հայ կնիկ չի կարա եղնի. Поэтому... Ճավիդի սիրն աչում. Դուք մի հատ ճամփա ունեք, այդ դեպի ձեր հայրենիքը. Եթե ձեր ճամփեն շեղվում ա Թուրքերի մոտ, ուզում ա ձեզ հետ բերենք, մի քանի օրով այդ հետ բերել եղնեմ, ուզում ա ձեր կողքին սաղը Это не меня, Белжан. Դուք այդ քաքը ուտելու եք. 100%. Ну вот смотри, Արայիկին կան անգամ հետ բերին, էլի նույն քաքն է, տարբերություն չկա։ Արայիկի կողքը պահակ է կանգնել ինչքան վաղտ, որ իրանցից հեռու պահեն, բայց վեճնը չես կարա մի մարդու կողքը դու պահակ կանգնես, ամեն մարդ իր համար պատասխանատու է։ Կարմիր կողը իր ակաշին չի փոխելու։ Հա, չի փոխի։ Ճիշտ է։ Сегодня она может быть такая, завтра другая, поэтому человека серьезно воспринимать и в своем окружении держать смысла нет. Смотри, Ռամազիկյան, даже այդ մեր հայերի կարծիքը չի մենակը, դեմը թենանոր ադրբեջանցին է բարձրացավ, նույն բան ասեց, ասма, մեկ մեր կողմնա, մեկ ձեր կողմնա։ Таких людей ни азербайджанцы уважать не будут, ни армяне уважать не будут. Они будут, это само собой, я тебе скажу так, максимум, что могут сделать, использовать как презерватив выкинуть, не более того. Да. Մենք որ հայեք ասում ենք, թե ինքը մեր հայախ չի գնա, и так далее, հիմա ինչ անես, սխալվել է, շեղվել է ճանապարհից, հետ գգա, и так далее, մի քանի անգամ դե շանս ես տալիս, մարդը հետո գնում է նույն քաքն ա ուտում, տարբերություն չկա։ Նայ ռոմանտիկ սցենարային, ես քանի անգամ եմ հետ բերել, շանս տվել, ներողություն ախուցել։ Ու որը քաշեցիր Հայաստանից, նույն քաքը տարա։ Ոտը Հայաստանից քաշեցի, նույն բանը դարավ։ Այն երեխեքը, որ Թուրքիայի մոտ էին գնում, գնացել ենք այդ երեխեքի տունը գտել ենք, Արմեն ջան, մի հատ միկրոֆոնը փակել, այդ երեխեքի տունը գտել ենք, հոր հետ խոսացինք ահագին բան, երեխեք, ոտս քաշել եմ Հայաստանից, ինչքան ժամանակ անցել, 2 օր առաջ այդ երեխեն էլի այդ Թուրքերի էֆիրում էլի քֆրտում էր, այնքանն է ես ակոշկ եմ բարձրացա, հենց ակոշկ եմ բարձրացա, այդ երեխեն նկարս տեսավ, թռավը տեղից, ու տեղից սաղ հայերը միանգամից թռան, բանը, այդ թուրքը գազազել էր, ասма բելա եկար, սաղին վախացրիր էլ, ոչ մեկ մոտս չի գալիս, հա, վախենում են, նկարս տենում են, վախենում են, բայց տոլկու, պետք է ինչ անընդհատ կողքները պահակ կանգնեն, որ չգնան թուրքերի մոտ, թե անընդհատ իրանց ընտանիքի դուռը պետք է թխկացնեն, որ չգնան թուրքերի մոտ, այդքան էլ իր ծնողներին ասեցինք ու շատ երեխեք ձեր երեխու հեռախոսին, անընդհատ ստուգեք, մի խոսքով, ուզում եմ ասեմ, որ ճիշտ ասես ռոմանտիկայի իրական միկրաշին չի փոխում, ինչքան ուզում ես, ինչ ուզում ես արա, հնար չկա, այդ մարդիկ այդ բան են սովորել։